Բարի օր ժողովուրդ ջան, իմ սիրելի հետևորդներ, այսօր որոշել եմ պատրաստեմ թխվածք գալիք սիրահարների տոնի առթիվ։ Մենք անկախ տարիքից բոլորս սիրում ենք և սիրված ենք իմ կարծիքով։ Հիմա պատրաստում ենք, ովքեր ցանկություն ունեն պատրաստելու, թող պատրաստեն կամ ուրիշ ինչ-որ մի բան, որ պատրաստեք ձեր սիրած մարդու համար կամ ձեր սիրած կնոջ համար, խնդրում եմ կնկարեք, ունեմ ես տղամարդիկ հետևորդներ նույնպես, նկարեք և կոմենտների տակը ցուցադրեք ձեր նկարած թխվածքը, որ այսօր պատրաստել եք ձեր սիրած մարդու համար։ Հիմա անցնենք գործի։ Ազնվամորին սառեցրած է, բայց ելակն ու հապալասը թարմ է։ Ինչ որ ունենք, էդ էլ պատրաստում ենք սիրելի հետևորդներ։ Ունեմ 180 մլլ կաթ, 1 հատ փխրեցուցիչ, սիրելի հետևորդներ, 15 գրամ։ Եթե չունեք տանը այսենց փակված փխրեցուցիչ, ուրեմն վերցրեք սոդա սովորական 15 գրամ, կշռեք նոր վերցրեք, 300 գրամ ալյուր, սպիտակ ալյուր, 3 հատ ձու և 80 գրամ շաքարավազ, բայց ես վերցրել եմ սպիտակ ու կոկոսի շաքարավազը, խառնել եմ իրար, սիրելի հետևորդներ, ես այդպես եմ ուզում, բայց եթե դուք չունեք կոկոսի, խնդիր չէ, կարող եք միայն սպիտակ շաքարավազ վերցնել։ Եվ 80 գրամ կարագ, վերցրել եմ մի պտղունց աղ, էջը գցելու համար։ Դե հիմա անցնենք գործի, սիրելիներս, ես որոշել եմ այսօր սպիտակուցը առանձնացնեմ դեղնուցից, դեղնուցը խմորի հետ պատրաստեմ, սպիտակուցը առանցին հարեմ ու վերջում խառնեմ մեր խմորին դեղնուցը, տեսնենք ինչ դուրս կգա։ Լիներս 3 հատ ձու առանձնացրեցի սպիտակուցից։ Հիմա կհարեմ սպիտակը, կպատրաստեմ բեզեն ու կշարունակեմ դեղինի հետ խմորը պատրաստել։ Սկսեցինք սիրելիները։ Մի քիչ կարշնվի գույն ստացա, որովհետև իմ շաքարավազի մեջ կոկոսի շաքարավազ կար։ Դրա համար էլ ստացավ կարշնվի գույն։ Հիմա սա թողնում ենք, շարունակում ենք խմորի հարցը, վերջում նոր կխառնենք։ Լցնում եմ հիմա շաքարավազը, մնացածը, որ ինչքան լցրել եմ, կեսը լցրել եմ էնտեղ, կեսն էլ հիմա լցնում եմ խմորի մեջ։ Բեզեի մեջ լցրեցի, բեզեի մեջ հարեցի, հիմա կեսնել լցնելու եմ խմորի մեջ։ Հիմա լցնեմ կաթը, սիրելի հետևորդներ։ Կարագը ավելացրեցի, սիրելի հետևորդներ, հիմա մի քիչ էլ կարագը կհարեմ, այսպես։ Հետո կավելացնեմ փխրեցուցիչը։ Հիմա մեր բեզեն, սպիտակույցը խառնում եմ մեր զանգվածին, այսպես խառնեցինք, հիմա կավելացնենք ալյուրը, կամաց ավելացնեմ, մի քիչ էլ հիմա կխփեմ ու կդնեմ, արդեն կլցնեմ մեր ամանի մեջ։ Այսպիսի տեսք ստացավ ժողովուրդ ջան, նայեք, որ չասեք ոնց եղավ, ինչ եղավ, Հիմա լցնելու եմ քիչ-քիչ
տակը, Լցնում եմ խմորը, այսպիսի տեսք ստացավ մեր թխվածքը, հիմա 180 աստիճան, նորից եմ ասում, 180 աստիճան վերև ներքև, քանի դեռ չեմ մոռացել սիրելիներս, ասեմ, շնորհավորում եմ բոլորիդ, մեր գալիք օրվա տոնի արդիվ, սիրահարների, ովքեր ունեն, միշտ սերով մնաք, ովքեր էլ չունեն, ու նոր պետք է ունենա, էլի թող միշտ սերով մնան, միշտ եղեք առողջ ու սիրով ձեր սիրած մարդու հետ։ Գնացինք։ Թողնում ենք գազօջախի մեջ 25-ից 30 րոպե, բայց անընդհատ ուշադրության կենտրոնում թող լինի ու ասեցի նորից եմ ասում 180 աստիճան վերև ներքև։ Հիմա ժողովուրդ ջան, ոնց որ արդեն մեր թխվածքը պատրաստ է, 30 րոպեն լրացել է արդեն, հիմա մի հատ ստուգեմ մեջտեղի մասը, տեսնեմ պատրաստ է թե ոչ։ Այո, սիրելիներս, պատրաստ, լրիվ հեպված է։ Անուշ բույր ունի, սիրելիներս, ինչ անուշ բույր, ցավոք մենակ ես եմ զգում այդ բույրը, բայց որ դուք եք պատրաստ եք, դուք եք զգալու այս բույրը, սիրելի հետևորդներ, այնպես որ պատրաստ եք, հրամցրեք ձեր սիրելիներին, անկախ դրանից տղամարդը կպատրաստի, թե կինը, հրամցրեք, ուրախացրեք, ինչպես մենք այսօր սուրճի հետ վայելեք։ Նորից եմ ասում, շնորհավորում եմ բոլորիդ, միշտ եղեք առողջ, ամեն սիրահարների տոնը տոնեք ձեր սիրած մարդու հետ։ Ամեն տարի, այդքան էլ ճիշտ, թորս էլ փրշտաց։ Հիմա այսպիսի տեսք ստացավ, փամփլիշ սիրուն մեր թխվածքը, հիմա փորձեմ ձեզ ասեմ համը։ Շատ համեղ է, սիրելիներս։ Մի քիչ, ինձ մոտ քաղցրը քիչ է, որովհետև ես այսպես եմ ուզել, դուք վերցրեք, եթե ուզում եք քաղցրությունը նորմալ լինի, վերցրեք 80 գրամ սպիտակ շաքարավազ։ Ես վերցրել եմ կեսը կոկոսի, կեսից շատը կոկոսի, որպեսզի այդ շատ քաղցր չլինի։ Հիմա, ինչ ասեմ սիրելիներս, պատրաստեք, նկարեք, դրեք կոմենտների տակը, ես տեսնեմ արդյոք պատրաստում եք թե ոչ, մեզ մնում է հետևել, հավանել և տարածել, ինչպես միշտ, սիրենք իրար, սերով լինենք, սիրելի ժողովուրդ, ես ձեզ շատ եմ սիրում, մնացեք Ռոզա տատիկի կողքին, ձեր սիրած մարդկանց հետ, մնացեք ինձ հետ։